19-ամյա հայ ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Բաթումիում շարունակվող Եվրոպայի առաջնության կանանց 86 կիլոգրամ քաշային կարգում Պողոսյանը երկամարտում գրանցեց 248 կիլոգրամ արդյունք։ Լիաննա Գյուրջյանը երկամարտում 5-րդն է, հրում վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր։ Էմման հրում վարժությունում ոսկե մեդալակիր է, պոկում վարժությունում բրոնզե մեդալակիր։ Ներկայացնում ենք նրանց մոտեցումները մաղթում հաճելի դիտում։ Հարգելի մարզասերներ, մեկ խնդրանք, շատ ակտիվ հավանեք տեսանյութը եւ տարածեք։ Գերազանց է աշխատում Էմմա Պողոսյանը, երրորդ մոտեցումն էլ հաջող է կատարում, 102, 105 ու հիմա էլ 107 կիլոգրամով։ Շատ թեթև առաջին հատված անցկացրեց Գյուրջյանը եւ նույնը շարունակեց նաեւ երկրորդ հատվածում։ Ու պատրաստվում։ Կողմեց, շատ թեթև։ Ու պահեց, հրաշալի է աշխատում Էմմա Պողոսյանը։ Վարժության առաջատարն է։ Կարող է բարձրանալ երկամարտում երկրորդ տեղ։ Կանգնեց ու երկրորդ հատվածը գերազանց է աշխատում Էմմա Պողոսյանը։ Խոսքեր չկան, պարզապես կիլոգրամ է այս պահին։ Գյուրջյանի ակտիվում 236-ով նա Բուրսաչյանի։ Հրաշալի առաջին հատված ու վերևում էլ Գյուրջյանը անցերի է կատարում գործողությունը։ 5 կիլոգրամանոց քայլը աշխատեց։ Կանգնել, հրաշալի է ու շարունակությունը։ Պահել, սա պատմություն է։ Ինչ է անում Էմմա Պողոսյանը։ Այ քեզ մոտեցում, 141 կիլոգրամն էլ նա հրեց։